Նախ քաղաքական դաշտում որ ուժերի հետ եք համագործակցության եզրեր տեսնում, որ ուժերի հետ եք պատրաստվում ճանապարհ անցնել եւ ձեզ համար այսպես կարմիր գծեր տաբուներ կան, թե չէ, օրինակ Արման Թաթյանը վերջին ասուլիսում ասաց հորդորեց նախկին նախագահներին, որ չմասնակցեն ընտրապայքարին, դուք նման հորդորներ այլ ուժերի ունեք, թե չէ։ Իրականում են, որ Նիկոլ Փաշինյանը սնվում է նախկին նախագահների որոշակի առած պրոցեսների իման վրա, այդ բոլորն է պարզ, նույնիսկ պարզ է նախկին նախագահներին, բայց նման ես մի անգամ կոչով հանդես եմ եկել, տեղեկացրել եմ, որ ժողովրդի մեջ կա sense մտահոգություն, այսինքն, երբ որ լոկոմոտիվի դերը վերցվի իրենց ձեռքը, կարա լինի sense խնդիրներ, բայց որ հորդորել, որ չմասնակցել, ընդհանրապես դա քաղաքական եզրույթ չի ըստ ինձ, ես չեմ թույլ տա ոչ մեկին ասեմ, կարող ես տեղեկացնել, քո կարծիքը հայտնես, բայց որ հստակ ասես, ինչպես ես չեմ կարող ինչ-որ մեկին ասել, այնպես էլ չեմ կարծում ինչ-որ մեկը կարող է ինձ ասել, եւ այդ ազատ դաշտը իսկ քաղաքացիությամբ զբաղվել, ասում ինչը ինքը նվիրական գործընթաց է, թե դու անկեղծ ես իրականում ու բազմաթիվ քեզանից ջանք, եռանդ ու ռիսկեր պարունակող process է, եւ ամենը ինչ-որ արհեստականորեն մեկին արգելելը կամ մարդկանց Հետո նույնիսկ եթե տարբեր տեսանկյունից կարանք նայենք, նույնիսկ եթե ընդդիմությունը չի միավորվում, բայց հասկանում ենք, որ բոլորս հասկանում ենք ներկա երկրի ղեկավարը ուր է տանում, նրա խմբակը ուր է տանում, այսինքն եթե մարդիկ կան, որ ունեն կոնստանտ ինչ-որ ստաբիլ ընտրազանգված, իրենց մասնակցելը մեծ ձեռք է տալիս, որովհետև այդ ընտրազանգվածը պարզ է, որ ապագայում հաստատ բերելու է ընդդեմ իշխանության որևէ միավորման։ Եվ եթե նախկին նախագահներից կա մարդ, որ ունի հստակ ընտրազանգված, իմ կարծիքով այդ առումով գոնե այդ առումով ճիշտ է իրենց մասնակցությունը։ Իսկ որ նրանցից են սնվում, այդ բոլորից պարզ է, դրա հետ կապված իրանք պետք է ավելի շատ հասկանան ոնց անեն, որ իրանցից չսնվի Նիկոլը։ Բայց հարցն էր, թե դուք ում կհարեք, որ ուժերին եք այսպես ավելի մոտեցել։ Ես ասում, առաջին հերթին, երբ որ դու ստեղծում ես ուժ, եթե դու ի սկզբանե սկսում ես մտածել, թե պետք է ում բոլորին կմիավորվեմ ընդդեմ ներկա իշխանության։ Իսկ կոնկրետ գաղափարների եւ մեթոդների տեսանկյունից, թե ինչպես են պատկերացնում երկրի կառավարումը, այդ մի քիչ երկար քննարկման հարց է, ավելի մանրակրկիտ, այսինքն այս պայմանությամբ, եթե կա առաջնային խնդիրը, որ ներկա իշխանություն չվերարտադրվի։ Իսկ այնուհետև, ասում եմ, այնպես չի, որ նույն նախկին նախագահների մեթոդները ինձ դուր է եկել եւ բազմաթիվ իրենց արած արարքների հետևանքով է, որ Նիկոլ Փաշինյանը նման մեկը կարողացել է երկրի ղեկավար դառնալ։ Այսինքն ճիշտ եք հասկանում, պատրաստ եք անգամ Սատանայի հետ համագործակցել, միայն Փաշինյանը չլինի։ Սատանայի հետ չէ, պատրաստ չեմ համագործակցել, որտեղ ես քրիստոնյա մարդ եմ, բայց Փաշինյանի լինելը, այդ ասում եմ յուրաքանչյուրը մի քիչ երբ որ մտածի կհասկանես մի քանի օր առաջ մի հատ փոքրիկ հոդված է հրապարակել սոցցանցերում այն մարդկանց էր ուղղված հոդվածը թե դուք Նիկոլ Փաշինյանին հավատացողներին էր ուղղված ասում էի դուք երբևէ Հայաստանի Հանրապետությունում այս վերջին չգիտեմ 7-7.5 տարվա ընթացքում ունեցել եք մեկ շաբաթ էլ չեմ ասում մեկ ամիս որ դուք հանգիստ ուղղակի ապրեք ձեր տանը չեմ ասում արտաքին պատերազմը դե այդ արհավիրքը պարզ է ուղղակի հանգիստ իմ մոտ էլ այդ փուլերն եղել ես պետական հիմնարկ ղեկավարելով որոշել եմ ասենք չանդրադառնամ իմ գործով զբաղվեմ իմ գործն է լավ է անում բայց չի լինում ուղղակի չի լինում ուղղակի այնպիսի թեզեր են առաջ կան որ գալի ուղիղ կպնում է քեզ Այսինքն ինչ-որ լոկալ որոշակի հարցեր չի, որ դու անհամաձայնության լինես իրա նկատմամբ։ Ընդհանրապես մեր բոլորի ապագայի հետ կապված է։ Այս իմ ելույթում, որ նշեցի գլոբալիստական մոտեցումները, իրանց անկախնայից իրանք ինչպես են ներկայացնում, իրանց մոտեցումը գլոբալիստական է, այսինքն կարևոր չի ազգը, ազգությունը, այսինքն մենք լավ ապրենք։ Միգուցե իրանց արած քաղաքականության արդյունքում 50 տարի հետո Հայաստանում ապրող մարդիկ լավ ապրեն, բայց վստահ ասում եմ, հայեր չեն լինելու։ Կամ լինելու են հայերը փոքրամասնություն։ Իսկ ազգայինի կարևորության մասին ինչ թվում է ավելնորդ է խոսալ Ես քիչ երկար տևեց, բայց իմ մոտեցումը առաջ անգամ ներկայացնեմ, Հայաստանի հայերը աշխարհում քաղաքականություն ստեղծած ազգ են։ Հայաստանում աշխարհում կա մոտ 150 ազգ, որը ունի իր գիրը գրականությունը, իսկ որ հենց առանձին իր գիրն է, որ ես ինչքան գիտեմ, մոտ 80-ի մոտ է։ Այսինքն մենք այդ վերջի, չգիտեմ, տարբեր գնահատականով 3000-ից 5000 տարվա պատմության ընթացքում մենք քաղաքականություն ստեղծած ազգ ենք եւ մենք պարտավոր ենք լինել։ Իսկ այս քաղաքականության արդյունքում ասում եմ, եթե որոշվել է որ այս տեղանքի մարդիկ լավ ապրեն, միգուցե, հա, դե բարձր պատերազմ չլինի, խաղ լինի, ինչ որ բոլոր ամեն ինչին համաձայնվեն կամ ամեն ինչին տանք ով է, ամեն ինչ համաձայնվող տրվող մարդու հետ էլ ոչ մեկ չի ուզում կռվի։ Իրան ուղղակի օգտագործում են։ Ես մի
քանի հարցնեմ նաև ձեր ծրագրային դրույթների հետ կապված, պարոն Մանուկյան, օրինակ դուք ասել եք, ինչու Արցախի կորստից հետո Նիկոլ Փաշինյանը վերընտրվեց։ Դրա համար մի բաց պատճառ կար։ Մեր հասարակությունում շատերի համար Արցախը այն նշանակությունը չուներ, որը պետք է ունենար, այսպիսի միտք եք ասել։ Արցախի հարցի լուծումը ընդհանրապես դուք ոնց եք պատկերացնում։ Եվ արդյոք սա նշանակում է, որ Արցախի կորստի հետ հաշտվել ենք, փակենք էջը եւ անցնենք առաջ։ Դուք լսում եք ջան, ինձ կարող եք առանձին հաղորդման հրավիրել, առանձին ես զրուցեմ, ինչ ռետրոսպեկտիվ ես ոնց եմ գնահատում, ինչ սխալների հետևանքով, շղթայական սխալների հետևանքով կորցրեցինք Արցախը։ Իրականում շատ երկար խոսույթ է, բայց այն, որ ես ասել եմ, որ շատերի համար իրականում այդ արժեքը չունի, իրականում այդպես է։ Ես անձամբ ծառայել եմ Արցախում, որպես զինվոր, ես այնտեղ բազմաթիվ ընկերներ ամեն են թուփը քարը գրեթե մեծ մասի իմացել եմ, հիմա դեռ սիրելի վայր, բայց Հայաստանի Հանրապետություն բազմաթիվ մարդիկ հիմա իրական որ ասած չեն եղել ու չեն էլ օգտվել ընդեղի որևէ ինչ-որ բանից, իրանք չեն եղել կապված չեն եղել, մարդը այնուամենայնիվ մենք ինչքան էլ երազենք, որ մարդիկ լինեն գաղափարային, մարդիկ ավելի շատ իրանք որոշումներ կառաջ կայացում են իրենց օրվա խնդիրներով, սոցիալական հարցերով եւ կապվածություն չի եղել, օգուտ չեն ստացել եւ դրա հետ կապված դրա համար նման խնդիրները պետքա չթողի, որ ժողովուրդը կապված է, թե չէ պետական մակարդակով հստակ դեր քաղաքականությունը վարվել, որովհետեւ Արցախը չկորցնենք, որովհետեւ մեր 34 տարվա ամբողջ էներգիան, իղձերը կամ դրանից առաջ ցեղասպանությունից հետո կուտակված էներգիան մեր հայ ժողովրդի իղձերի եւ երազանքների տեղն էր եւ այդ հատվածը ուղակի տալ ճշնամուն վերջում էլ տարբեր եզրույթներով ներկայացնել, որ այդ նորմալ էր, որովհետեւ սենց էր այլ տարբերակ չկար։ Իմ համար իրականում ես միշտ իմ խոսիթում փորձեմ կոռեկտ գտնվել, սա դաշտ է այնպեսի պահեմ, որ բայց եթե տենց ինչ որ միտեղ նստած լինենք, շատ ուրիշ բնութագրերի նման, ես ուղղակի փորձում խոսիթով կոռեկտ լինեմ եւ այդ դաշտը չեմ մտնում։ Պարոն Մանուկյան, դուք առաջարկել, որ 4 երեխա ունենալու դեպքում կնոջ ազատեն հարկերից, ինչքան ժամանակով դա պետք է լինի, որովհետև կանայք մեծ ռեսուրս են իրականում տնտեսության մեջ, ու եթե ամեն 4-րդ երեխա ունեցող կինը ընդհանրապես ցմահ, այսպես ասած, ազատվի հարկերից, արդյոք սա տնտեսությանը լուրջ վնաս չի հասցնի։ Դրա տակ ես նախընտրական ժամանակաշրջանում կդնեմ ուղիղ հաշվարկ, այս ուղղակի կար շատ փոքրիկ, տես ներկայացում էր տարբեր ոլորտներում, հստակ հաշվարկ կդնենք, բայց հետեւյալն է, ինքը հակառակը եկամտարկից ազատել, այսինքն այդ կինը ազատում է որ գումարից, որ ինքը պետք է աշխատի, այսինքն դրդում ես, որ կնոջի 4 երեխա ունեցնում, ինքը գնա աշխատանքի, ասենք դիցուկ օրինակի համար 500,000 աշխատավորած է ստանում, չէ, 500,000 եկամտարկը 100,000 դրամ, այսինքն ինքը ամիսը 100,000 դրամ, էլ չես գործատուն չի փոխանցում պետությանը, այլ տալիս է հենց աշխատակցին, այսինքն ինքը ամսական 100,000 դրամ ազատում, ինքը պետք է ցմահ ազատվի, իսկ ինչի համար 4-րդ երեխայից նախորդ իհարկե բերում ես 2%, էլի հաշվարկի հարց է, կարող մի փոքր տոկոսները փոխվել, 4 երեխայից պիտի բոլորը ազատվեն, բոլոր կանայք։ Ասում երկու կարևոր հարց ենք լուծում։ Դրդում են կանանց, նույնիսկ ոչ չամուսնացած կանանց, որովհետև տարբեր հիմա օրինական ճանապարհներ կա երեխաներ ունենալու, որ ունենան 4 երեխա կամ ընդհանրապես երեխա ունեն, ամեն երեխայի դեպքում 2% իշնի։ Իսկ 4 երեխայի դեպքում ազատվի ընդհանրապես եկամտահարկից ու դրդում ես, որ աշխատի, այսինքն այդ գումարը օգտվելու է երբ որ ինքը աշխատելու է։ Այսինքն 4 երեխա ունեցողին մի հատ ազատում ես, ամեն ասում ես գնա աշխատի, այսինքն հանրային բարիք է ստեղծում։ Այդ ընդունված պրակտիկա է, այդ շատ ես ինձանից չեմ մտածել, ասեմ ձեզ, այդ ընդունված պրակտիկա, այսինքն դեմոգրաֆիկ ցուցանիշները ուղղող հստակ առանցքային հարցեր պիտի լուծի, որովհետև եթե չլինի Հայաստանի Հանրապետություն մարդը, որը որ հայ է, ուրեմն այդ իմաստազրկվում է մեր բոլոր արած, իսկ 3 միլիոն հայով այս տարածքը իհարկե այս պայդրությամբ հնարավոր է լավ կազմակերպելով բայելով, բայց եթե ունես հարևան այնպիսի երկրներ, որոնք իրենք ծրագրային մակարդակով ուզում են քեզ քո չլինելը ստեղ տեսնեն, ծրագրային մակարդակով, ոչ թե ինչ որ տենց խոսույթը ասում են, հստակ կա մշակած ծրագիր, որը կետարկետ իրականացնում են, ով չի դա տեսնում, խնդրում եմ, չեմ ուզում վիրավորեմ, թող գնամ քիչ ուսումնասիրի, եթե ուսումնասիրել չտեսնի, ուրեմն կույր է։ Եվ դուք բազմամակ եք գրել Նիկոլ Փաշինյանին, որտեղ հորդորել եք նաև ի թիվս այլ հորդորների սիրել հանրությանը, վարչապետը ամենօր այսպես սրտիկներ է ուղարկում մարդկանց, ինչ սեր եք դուք եք ուզում վարչապետից, եւ նաև այդ նամակում անդրադարձել եք, որ 2026-ի ընտրության ասել եք ընտրություններին բացի ձեր ճակերտավոր սիրելի ընդդիմությունից այլ մրցակիցներ եք ունենալու,
ում եք դուք համարում այդ ճակերտավոր սիրելի ընդդիմությունը։ Այն ընդդիմությունը ասենք, այսինքն նախքին երկրի ղեկավարս մարդկանց ուժերը, քանի որ ասում եմ իրենց արած բազմաթիվ քայլերի, այստեղ երկու պարադոքսալ խնդիր կա նախին երկրի ղեկավարի հետ կապված։ Իրենք հայրենասիրության հետ կապված իրենց կյանքը ամեն ինչ ներդել են, արել են այդ հայրենի իրենց ժամանակին իրենց քայլը արել են, բայց այնուհետև հետագա իրագործողություններով բերել են նրան, որ երկիրը չի զարգացել, թույլ է զարգացել, բազմաթիվ մարդու իրավունքներ են խախտվել, ամենապրիմիտիվ իմ համար խիստ անընկալելի է եղել ընտրությունների կեղծելը, եթե ասում որոշում ես այնպես է ստացվել մեր երկրի վիճակը այնպես է որ պետք է իրենք մնան երկար ղեկավար որպեսզի Արցախում խնդիր չլինի մնացած այս ռիսկերը իրանք տեսնում էին ուրեմն ավելավոր ընտրությունները դարձնեն չգիտեմ 7 տարին 1 10 տարին 1 այդ նորմալ է ասենք Ֆրանսիայում մինչև ահագին չգիտեմ Ժակ Շիրակի ժամանակ ինչքան իշխում դեռ 7 տարի էր բայց եթե գնում ես ընտրության ու կեղծում ես այդ ոնց որ մարդու իրական վիրավորում ես ասենք ինքը մի քանի քայլերով իրանց բերեն հասեցին նրան որ ժողովուրդը մեջ մինչև հիմա այդ կուտակված խնդիրն է որ իրանցից մեծ մասը մոտ իրանց անունը տալիս ես ես ասում բազմաթիվ քայլեր արել են իհարկե իրանք անձնական կյանքն են ներդրել չգիտեմ Արցախում են մասնակցել բազմաթիվ որ հետադարձ նայում ես լավ քայլեր են արել բայց մի քանի քայլեր են արել որի արդյունքում այդ ամեն ինչը չեզոքացել է ժողովրդի աչքին արդեն ու հասավ այն վիճակին որ եկավ նման իշխանություն դրա համար այդքանով իրենք սիրելի են իրենց որովհետև իրանց կարում է հաղթի Նիկոլը հաղթել է Նիկոլը, կարում է հաղթի ու մեծ հավանականությամբ եւս կարա, եթե ուղիղ մնան իրանք նորից հաղթի։ Դրա համար ասում բաչի սիրելի ընդդիմությունից նաև լինել են այլ ուժեր ու բազմաթիվ են այդ խմորումները Հայաստանում։ Մենք կարող չենք էլ տեսնում անկշ լրատվական դաշտում չեն երևում, բայց որ շփվում ես, տեսնում ես բազմաթիվ խմորումներ կան, իմ կարծիքով արդյունք լինելու է 26 թվականին։ Սիրո մասին ասացեք։ Որ ումա սիրում ասեմ թող բոլորին սիրի էլի ես թող բոլորին սիրի որտեվ ես նկատել եմ որ այդ սրտիկները հատուկ մարդկանց է ուղղված ոչ բոլորին չէ իմ կարծիքով չէ իր գործողություններում նման չի որ սրտիկները ինքը հատուկ մարդկանց է ուղղում ինձ թվում է մեկ էլ սահմանից դուրս է երևի ուղղում մի բան էլ հարցնեմ ու վերջերմի թողնեմ գործընկերներս էլ հարցեր ուղղեն մեր երկրում բազմաթիվ, բազմագույն, բազմավեկտոր կուսակցություններ կան, մոտ 100-ի հասնող, հա, ինչքան հիշում եմ, այս վերջում հարցում է արել ռեգիստրից 80 քանիս էր վերջին տվյալները գրանցված եւ գործող կուսակցությունները։ Այս ներկա բնակի մեջ չկար մի կուսակցություն, որի հետ դուք տեսնեիք գաղափարակից, նույն մտքերը ունենայիք, որ չստեղծեք, ստիպած լինեիք ձերը ստեղծել։ Ես երբ որ շարժումը ստեղծեցի, իրականում հենց այդ հարցը տվել են էլ ասել եմ նախընտրել չի կուսակցություն ստեղծել, որտեղ մարդկանց կողմից առանց այնուամենայնիվ ինչքան էլ մտքերը մաքուր լինի բան, հենց լսում են նույն կուսակցություն արդեն բացական են նայում, անլուրջ են նայում, դրա տակ ինչ որ անդադ մարդիկ են ման գալիս, նպատակներ են ման գալիս, որը ինձ ձեռնատու չի իրականում։ Բայց քաղաքական դաշտում որոշակի շփվելով ես այդ թիմը չտեսա իրականում որ գնամ միանամ այդ թվում գործուն ազդեցություն եմ ես ունեմ բազմաթիվ գաղափարներ իմ անցած ճանապարհով եմ ցույց տվել որ ես կարող եմ ստեղծել թիմեր կարող եմ թիմով արդյունքների հասնել թե անձնական կյանքում բիզնեսում թե պետական աշխատանքի ընթացքում եւ այս թիմը չտեսա որ ես այնտեղ ինտեգրվեմ այս պայդրությամբ չտեսա միգուցե երբ որ դու հանդիսանում ես հետո դիմողի կարգավիճակում այն պատասխանը չես ստանում ամբիցիայի տեսանկյունից աշխատանք կատարելու հնարավորության տեսանկյունից որը դու ակնկալում ես եւ դրա համար ստիպված եղավ այն որ ստորոշեցի հավաքեմ թիմը, որը կա, բայց այս թիմը ինքը, ասում Հայաստանի Հանրապետությունում մենք քիչ ենք, մենք տեղում բնակվողներից 3 միլիոն ենք, կուսակցությունը բազմաթիվ հարցեր մեր մոտ վերկուսակցական են, բազմաթիվ խնդիրներ, իմ համար չի լինելու առաջինը անձնական այդ նույնիսկ կոռուպցիայի դրսևորումը ինքը, եթե դու անգարց անձնական շահ կամ կուսակցական շահ վերես դասում պետականից, այդ կոռուպցիա ձևակերպման մեջ է մտնում, որ Google-ով նայում եք, ասում եք ինչա կոռուպցիան, անձնական պետական պաշտոնի կողմից անձնական կամ կուսակցական շահ է գերադասումը, չգիտեմ, պետականից։ Այսինքն այդպես հաստատ բազմաթիվ հարցերում եւ գրեթե բոլոր մեր պետությանը բոլորից վերաբերող հարցերում գերադասվելու է բոլորի շահը, ոչ երբեք կուսակցության շահը։ Այսինքն շնորհակալ